Տրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելու վերաբերյալ թվով 1 արձանագրություն, ոգելից եւ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի վաճառքի իրականացման վերաբերյալ թվով 80 արձանագրություն, առևտրի եւ հանրային սննդի օբյեկտները զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի, կազմակերպման օբյեկտները, խաղատները եւ բաղնիքները առանց թույլտվության ժամը 24:00-ից հետո աշխատացնելու համար թվով 50 արձանագրություն, առանց թույլտվության բացօթյա առևտրի իրականացնելու վերաբերյալ թվով 3 արձանագրություն, հեղուկ վառելիքի վաճառքի իրականացման վերաբերյալ թվով 73 արձանագրություն, առանց թույլտվության խանութներում եւ կրպակներում հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու վերաբերյալ թվով 2 արձանագրություն, հանրային սննդի կազմակերպման եւ իրացման վերաբերյալ թվով 82 արձանագրություն, սեզոնային հանրային սննդի կազմակերպման վերաբերյալ թվով 35 արձանագրություն, սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում ընդգրկված օբյեկտները շահագործելու համար թվով 10 արձանագրություն, լռությունը կամ գիշերային անդորրը չպահպանելու համար թվով 22 արձանագրություն, մշակութային գործունեություն իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները խախտելու համար թվով 2 արձանագրություն, պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ իրացնելու վերաբերյալ կազմվել է թվով 41 արձանագրություն, առևտրի հանրային սննդի եւ կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առևտրի իրացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելու վերաբերյալ թվով 32 արձանագրություն, առևտրի եւ ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելու, մասնավորապես մինչև 50 միկրոհաստություն ունեցող պոլիէթիլենային տոպակների վաճառքի համար թվով 126 արձանագրություն, վաճառքի ցուցադրված ապրանքատեսականու վրա գնապիտակի բացակայության վերաբերյալ թվով 10 արձանագրություն, պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու վերաբերյալ թվով 103 արձանման գործընթացներ, ներկայումս իրականացվում են թվով 422 վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ համապատասխան վարչարություններ, տեղեկացնում եմ նաև, որ հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել եւ իրականացվել են թվով 25 ինքնական շինությունների քանդման աշխատանքներ, որից թվով 20-ը ծառայության նախաձեռնությամբ աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության հետ համատեղ, իսկ թվով 5-ը Երևանի քաղաքապետի համապատասխան քանդման որոշման համաձայն իրականացվել են աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության եւ վարչական շրջանների հետ համատեղ։ Անցկացնելով համեմատական նախորդ ժամանակահատվածի հետ նշեմ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 77-ով, իսկ արգելված ապրանքատեսականու քանակը ավելացել է 2.5 տոննայով։ Պարոն փոխքաղաքապետ, նշեմ նաև, որ համայնքային տրանսպորտում թույլտված վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 935 անձանց նկատմամբ կայացվել են տուգանքի որոշումներ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.9 հոդվածի համաձայն, մասնավորապես թվով 673 տուգանքի որոշում առանց տոմս երթևեկելու, թվով 89 այլ անձի արտոնությունից օգտվելու եւ թվով 173-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Միաժամանակ քաղաքացիների կողմից ստացվել են թվով շուրջ 100 վարչական բողոքներ, որոնցից թվով 89 գործեր մերժվել են անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, իսկ թվով 11 գործերի վերաբերյալ կայացվել են վարչական ակտերի բեկանման մասին համապատասխան որոշումներ, հաշվի առնելով կատարված վճարման վավերացման եւ վալիդատորի հետ առկա խնդիրը, ինչպես նաեւ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված պարզաբանումը։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բաբայան, հաջորդության։ Հասարակական կարգի պահպանության ծառայությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 3 ներկայացնել տեղեկատվություն մայրաքաղաքի վարչական տարածքում ապօրինի կրպակների ապամոնտաժման, ինքնակամ տեղադրված գովազդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու, ինչպես նաև առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Հարգելի պարոն փոխքաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում Երևան համայնքի վարչական տարածքում ապամոնտաժվել են թվով 571 գովազդ, այդ թվում 69 ցանցային եւ 502 վահանակներ։ Նշեմ նաեւ, որ Աչափնյակ վարչական շրջանի կողմից ապամոնտաժվել է թվով 39 կրպակ, 11 ավտոտնակ, 3 վագոնտնակ եւ 3 այլ շինություններ։ Արաբկիր վարչական շրջանի կողմից ապամոնտաժվել է թվով 1 կրպակ, 2 շինություններ, Նոր վարչական շրջանի կողմից 2 կրպակ։ Անցկացնելով համեմատական նախորդ ժամանակահատվածի հետ նշեմ, որ
Ապամոնտաժված գովազդների թիվը նվազել է 166-ով, իսկ ապամոնտաժված կրպակների վայր շինությունների թիվը ավելացել է 25-ով։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդեմ։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 12 զեկուցել Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքների ընթացքի